Դե ինչ եւս մեկ անգամ ողջույն, սկսեմ մեր պատումը, հարգելի բարեկամներ, օրը սկսվեց հետաքրքիր մի փոքր ռոմանտիկ ասեմ, մելամաղձոտ ասեմ, մի հատ դիպվածով, ուրեմն գալիս եմ տաղավար եւ տեսնում եմ իմ միկրոֆոնը, որը ինձ ծառայել է Աստված իմ 8 տարի, ես ռադիոյի ստեղծման առաջին վարքյանից էս ռադիոյի ստեղծման Central Avenue 229 Glendale, Կալիֆոռնիա, առաջին հարկ լայն ու մեծ պատուհաններից անդին թխենու ֆոնին եւ նարնջագույն դիվանի շուրջ այս միկրոֆոնով ասկսե այս ռադիոյի պատմությունը 8 տարի առաջ ինքը ծառայեց ինձ փաստորեն 8 տարի, իհարկե միկրոֆոնը աշխատում է փառք ու պատիվ իմ լավ գործընկերոջը, բայց այս բռնակը, ովքեր տեսնում են Facebook-ով ցույց եմ տալի, այս բռնակը փոկվեց եւ ինչու եւ հասկանալի է, այսքան ծառայեց եւ ահա փշուրները փոկված էր եւ ընկած էր արդեն աշխատասեղանին, ինչու եւ հասկանալի է, այսքան տարի ձգել ենք, քանդել ենք, փոկել ենք, շարժել ենք եւ այլն եւ այլն եւ ինքը այսպես ինձ ծառայելով հանդերձ իր ոնց ասեմ մահկանացուն չի սա, բայց ռենկարնացիան շուտով կստանա եւ այս միկրոֆոնն է վերադառնում, իհարկե մենք ունենք եւս մեկը, հիմա այդ բարձրախոսով եմ ձեզ հետ խոսում, Ռոդի, բայց սա իմ անդավաճան գործընկերն է, ինչեր ենք խոսել, ինչեր ենք հայտնել, ինչեր ենք լուսաբանել, պատերազմներ ենք լուսաբանել, լավ օրեր ենք լուսաբանել, վատ օրեր ենք լուսաբանել, ընտրություններ, Միացյալ Նահանգներից Եվրոպա, Ասիայից Հայաստան, Ռուսաստան, մի խոսքով ինչեր եմ խոսել այս միկրոֆոնով։ Ոչինչ, շուտով գալիս եմ եւ հաստատ եւս մեկ այս համակարգ կբերեմ ինձ հետ, հարցը դա չի, բայց շնորհակալ եմ իմ գործընկերոջը եւ պատվով կճանապարհենք, ես որպես թանգարան կդնեմ, ասեմ, ստեղը սենս ասկսե Արմյուզիկ ռադիոյի ուղիղ եթերների պատմությունը։ Էս սենս լավ, լիրիկան դնենք մի կողմ, հարգելի բարեկամներ, ինչ կարծիքի եք այս հայտարարությունների մասին։ Ես հաճախ կրթության մասին եմ խոսում եթերում, կրթություն եւ Փաշինյանի այս կրթության անդրադարձը շատ հոգեարազատ է ինձ, որովհետեւ եթե սովորում ես մի շինությունում, որտեղ չկա պատուհան, դուռ եւ պարկետ, եւ դա կոչվում է դպրոց, ինչքան ուզում ես այդ դպրոցի մամրակալած եւ կաթացող պատերին մեծ հայքի նկար կպցրա Տիգրան Մեծի պատկերը փակցրու եւ Մեսրոպ Մաշտոցի ճանաչել զիմաստություն եւ զխրատը հրամցրու շատ քիչ հավանական է, որ դպրոցի պատերից դուրս կգան այն զավակները, ովքեր կշենացնեն, ովքեր կպահպանեն, ովքեր ազնիվ, բարի, լավ եւ կրթության ծառավ, այսպես նկարտումներ կունենան, ավելի հավանական է, որ այդ պատերի ներքո կմեծանա կրիմինալը, գողապետությունը, վատ բարքերով, հա, ուսանողները, հիմա ես մեր դպրոցի օրինակով եմ բերում, իհարկե չեմ համեմատի ծայրամասերի դպրոցի հետ, մեր դպրոցը Հայաստանի լավագույն դպրոցներից մեկն էր, Իսակովի դպրոցը 132-ը փառք ու պատիվ, ես լիքը վատ բաներ եմ ասել, 1000 անգամ լավ բաներ էլ կարող եմ ասել, դպրոց է, չի կարող լինել մի երանգ, մի ագույն, բայց ասենք դպրոցի օրինակ ջեռուցումը, թե դա քաղաքի հայտնի դպրոցներից մեկն է, դպրոցի ջեռուցումը իմ պապին է ֆինանսավորել, որ քաշունը սարում սատկում էինք, հայրիկս էր մինչև այդ համակարգեր միացնելը սալարկա ու բան էին բերում, վառում էին, որ չմրսենք դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին սարսակալենք։ Երբ որ բառացիորեն մի քանի աշակերտի լկտի այլանդակ, չգիտեմ ովքեր պատահաբար ասենք, հա, վրաերթի ենթարկեցին, որտեղ գալիս էին երեխեքին դպրոց տանելու, այդտեղ դիք կար, ասենց ովքեր գիտեն, ասենց զառի թափ էր փոքրերի
մասնաշենքը, երկու հատ երեխա վնասել էին մեքենայով, հայրս ֆինանսավորեց, որ մինչև հիմա շլագբաում ա դրած այդ դպրոցը, այսինքն եթե ինչ-որ մեկը հանկարծ անցնի դպրոցի մոտ, այդ կարմիր ու բան շլագբաում ա դրած, մի քիչ ներկել են բան, բայց 90 որ թիվներ, 6-ներ, 7-ներ, 8-ներ հայրս ա Երջանկայի շտակ ուսմասվար կար Մանուկյանը, այդ Մանուկյանի հետ ինչ-որ ֆինանսավորեց, բան տարան դրեցին այնտեղ։ Մի խոսքով ուզում ասեմ, սա դպրոցի մենք խոսում ենք Երևան, բան, այս դպրոցի։ Բա դու պատկերացնում ես ծայրամասերում 1000 հատ դպրոց եմ տեսել, պատուհան չկար։ Պատուհան, չեմ ասում լաբորատորիա, գրադարան, պատուհանը բաց է, սա չկար պատուհան, որ բացանեի։ Եվ դրա համար, երբ որ խոսվում է, որ տեսեք մենք ինչ դպրոցներ են կառուցում, կարակ չսիրեք Փաշինյանին, կարակ ատեք ԿՊ-ն, կարակ ձեր իրավունքն է, Ժորժ ջան, ազատ երկրում ենք ապրում, ինչ ուզում եք արեք, բայց կրթության վրա պիտի հենք դրվի։ Ինչ միջավայրում է սովորում երեխան պիտի մեծանա, այո, նորմալ դպրոց եւ նորմալ մանկապարտեզ հաճախելով, որովհետեւ երեկվա այդ ձայնագրությունները այլանդակ որ լսում ես այդ գնացիմ մալաթիա շալվար առամ այդ մակարդակը բոլշեկ շյունուշանգալ սենց բաներ են խոսում։ Իհարկե դրանք այդ միջավայրի մեջ պետք է լինեն, բնականաբար։ Եվ այն մարդիկ, ովքեր այդ միջավայրի վրա են հենվել եւ ապավինում են, որ այդ միջավայրի շյունուշանգյալ կոչված մեջբերման ավարտ մարդիկ են գնալու իրանց ընտրելու, բնականաբար իրանք այդ միջավայրը շարունակելու են պահպանել։ Աշխարհի դրվածքն է տենց, եթե դու ցանկանում ես իշխել եւ լինել ահեղ բան, դու բնականաբար 4 բոլորը դեբիլ ու դեգրադացիա վիճակ ես պահում, որ քո ճակերտավոր մեծությունը երևա։ Եվ հակառակը այն ուժերը, որոնք ուզում են, որ ինչ որ մի ճգնաժամից դուրս գա, այդ Նիկոլո Մակիավելին է ասել, ես չեմ ասել, Նիկոլ Փաշինյանը չի ասում, Մակիավելին է ասում, որ այդ միջավայրը ուժեղ մարդիկ ստեղծում են լավ ժամանակները ստեղծում են ծնում են թույլ մարդկանց, թույլ մարդիկ ծնում են վատ ժամանակներ եւ այդ անիվը անդադար պտտվում է։ Հիմա հակառակը մենք պիտի կարողանանք այնպիսի դպրոցներ ստեղծել, այնպիսի մանկապարտեզներ ստեղծել, որ կարակն ու շաքարը չգողանան։ 10 տարի փոքր է իմ եղբայրը, ես կրծեր եղբայր ունեմ, 10 տարի փոքր, որ գնում էի մանկապարտեզից բերում էս այլանդակ մանկապարտեզը այստեղ մեր մոտ է, որ ծախեցին կերան, հիմա չգիտեմ ինչ են սարքում, որ մանկապարտեզ չկա, ծախեցին էդ էլ կերան, այդ բեսերը։ Հիմա այդ մանկապարտեզը գնում էի բերում էի մանից, խմբից մի անգամ սենց ճկուտով խավիցը են ուտելու բան չի, բան չունեմ ասելու, բայց ասենք փոքր ժամանակ ես էլ եմ կերել խավիցը յուղով, կարակով, շաքարով, չգիտեմ էփում էին ինչ անում, որ կերա լեզուս պոկվավ ընկավ, բառացիորեն, աղի, վառած, խանձած բան, հետո պարզվեց բան են անում, կարակն ու եղն ու բրինձը բարեկենդանը տուն ա տարել, բա այդ չի ձեր հասարակությունը, այդ չէր ձեր մանկապարտեզն ու դպրոց պահածը, այդ պատուհաններին պոլիէթիլենային տոպրակներ էիք փետի ռամկով դեղ խփում էիք, ամեն մի ծնողին էլ ասում էին դու ժավելը կբերես, դու տոպրակը կբերես, դու մաստիկան կբերես, դու սալարկեն կբերես, այդ չէր ձեր պահած դպրոցը, բայց դպրոցներից ուզում էիք վունդերկինդներ դուրս գային, հա? Ուզում էիք Գալիլեյը դուրս գար այդ ձեր դպրոցից։ Այդ չի ձեր ձևաչափը։ Այդ տենց չեք դուք, բնականաբար, այդ մարդիկ էլ մեծացել են շլվար չունենք, որ գանք միտինգ, բա չեն է ունենալու։ Ուզում եկներ, սա ներկա ու նախկինի հարց չի։ Մենք խոսում ենք զուտ երևույթի մասին, մի հասարակություն, որտեղ եղել է ջաղ թու փշուր եւ ջաղջախված դպրոց, մանկապարտեզ, կոռուպցիոներ դայակ, գող ավազակ խոհարար, գեներալի կնիկ դասղեկ, որը մատանին ասում էր ինչ կառատանոց ոսկի պիտի նվիրենք, մարտի 8-ին ծնողները տարան մատանին նվիրեցին, շպրտեց քիթնուբերներին, ոչ թե որ ինքը այնպիսի ազնվաբարո դասղեկ էր, այլ փոքր էր մատանու բրիլյանտը, лучшие друзья девушек, это бриллианты, այդ չեք, սրիկաներ, զանգ ունեմ, օքեյ, 1000 ողջույն, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, հետաքրքիր թեմա եք շոշափում, այո, մանավանդ մեր տարիքին, այն ավակ սերունդը, որը հիշում է սովետականից անցումը դեպի անկախ Հայաստանը։ Ես միշտ հիշում եմ Վարդգես Պետրոսյանի Վերջին ուսուցիչը,
Այդ պատմվածքում, այդ գրվածքում գլխավորը դա է, որ այո, ես ընդունում եմ ամեն ինչ, դպրոցը կարող է քանդված լինել, կարող է եւ շատ գեղեցիկ լինել, բայց ովքեր են այնտեղ դասավանդում։ Ուսուցիչը երեխային ինչ է տալիս, հայրենասիրություն, խնայել անգամ այդ գրատախտակի մի փոքրիկ կավիճը, թե ընդունել, որ կարող են քանդել, փչացնել։ Շատ ծնողներ, դուք շատ ճիշտ նկատեցիք, շատ ծնողներ այսօր բողոքում են, որ իրենց երեխաները այս շալվար չունեն, այս չունեն, այն չունեն, քանի սերունդ է պետք մեզ հասկանալու, որ այդ ամեն ինչը խաղաղության գինն է։ Պետք է խաղաղություն լինի եւ նորմալ իշխանություն, որ մտածի մեր մասին, ժողովրդի մասին։ Թե չէ հիմա եկեք անկեղծ լինենք, թվում է թե Ամերիկայում դպրոցները գեղեցիկ են, լավ են, ուսուցիչները լավ են, բայց երբեմն լսում ես, որ նախկին աշակերտը կարող է մտնել, կրակել երեխաների վրա։ Ուրեմն էլի մի բան այն չէ, այս հասարակությունը որտեղ որ ապրում է։ Գալիս է ընտանիքից, գալիս է ուսուցչից, ինչ են իրենք դասավանդում, ինչ է ինքը տունը տեսնում։ Կարող է շատ հոյակապ ընտանիք լինել, որը որ այո, գյուղի փոքրիկ նախքին փոքր դպրոցն է եղել, բայց ինքը իր երեխային կարող է մեծացնել հայրենասիրությամբ, նվիրվածությամբ եւ ինչու՞ չէ, քաղաքի ամենակենտրոնի դպրոցում մեծացած ավարտած երեխան այսօր վստահաբար կանգնած է հենց այդ շարքերում, որը դժգոհում է իշխանությունից, որը ցանկանում է անպայման Ռուսաստան, ռուսական հպատակություն, այնպես որ, չգիտեմ, դա իմ անձնական կարծիքն է։ Անշուշտ, շատ ճիշտ է, դպրոցը պետք է հագեցված լինի, բայց ավելի կարևորը, որ ուսուցիչը երբեք ծնողի ձեռքին չնայի, իսկ ընտանիքն էլ միայն կարողանայի երեխաներին դաստիարակելու, լսել ուսուցչին, հավատալ երկրին եւ սիրել հայրենիքը։ Շատ ճիշտ եք ասել։ Ռոդ Այլանդից։ Այո, Տիկին Մարինե, ձեզ լավ ենք մաղթում, շնորհակալ ենք, որ զանգարեցիք։ Շնորհակալություն։ Բարի օր։ Կներ 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսամարն է, կարող եք արտահայտվել, կարող եք զանգահարել։ Դե իսկ ով է դասավանդում դպրոցում, դա այլ արդեն թեմա ենք սկսում, որովհետև եթե մենք խոսում ենք ջուր ազնվաբարո ուսուցիչները նոր սերունդ ինչ որ պիտի մեծանա, որտեղ իհարկե ամենայն հարգանքս մեր մանկավարժներին, բայց եկեք խոստովանենք, որ շատ-շատերը կան, ովքեր դասատու են, այլ ոչ թե մանկավարժ։ Այսինքն իմ կարծիքով ընդհանրապես բժիշկները եւ մանկավարժները այդ ինչ որ աստծո տված մասնագիտություններ են, որովհետեւ դա շատ կարեւոր առաքելություն է, էլի, մեկը կյանք է փրկում, մյուսը հոգիներն է փրկում։ Մանկավարժը իմ համեստ կարծիքով հոգի է փրկում, ինքը հոգեվորականի պես մի բան է, որովհետև մանկավարժի մոտեցմամբ ես դու բացահայտում աշխարհը, դու 6 տարեկան, 7 տարեկան երեխա կյանքում ոչինչ չտեսած, դու ոտք ես դնում ինչ-որ մի շինություն, դու կտրվում ես քո միջավայրից, քո տնից, քո խաղալիքներից, եւ ինչ-որ անծանոթ ծոցյաներ, հիմնականում ձյաձյաներ եկան, ծոցյաներ, ինչ-որ բաներ են ասում, եւ դու այդ ասացներով ես կերտվում։ Իհարկե մեր մայրը, մեր հայրերը, մեր մայրերը այս դաստիարակում են այս բան, բայց լինենք անկեղծ, որ հիմնականում մենք այնինչ գիտենք, ինչի մասին մենք խոսում ենք, ինչ պատմում ենք եւ ինչպես մտածում ենք, դա որպես կանոն դպրոցի տված բան է, էլի դժվար մամաները նստեն Բուլգակով կարդան կամ ինչ որ Չեխովից խոսան կամ համաշխարհային պատմություն կամ եգիպտական բուրգերից պատմեն, օրինակի համար եմ ասում։ Այդ ամենը դպրոցի ժառանգությունն է։ Դրա համար եթե մենք այդ ազնիվ մարդկանց մասին ենք խոսում, ովքեր պիտի սովորեցնեն սովորել, սեր մեզ փոխանցեն ի գիրքը, ի գիտությունը, ի գիտելիքը, դրա համար ինչ լրիվ ուրիշ բաներ պիտի միջավայրն էլ դրան նպաստի։ Էլի ես հաղորդումը սկսեցի ջարդուփշուր բետոնապատ հատակով պոկած պարկետներով դասարանի մասին, այդ դասարանում ամենայն հարգանքով այդ շատ դժվար եմ պատկերացնում վեհի ու վեհագույնի շուրջ զրույցները ոնց են ծավալվելու։ Գուցե հոգևոր առումով ասենք որ լավ լինի, վայ, բա գիտես, այն, բա գիտես, բայց այդ պատերի ներսում պիտի համապատասխան միջավայր լինի։ Այդ լավ գրականություն եւ հումանիտար առարկաներ է գուցե։ Մենք լաբորատորիայի երես չենք տեսել։ Այսօր երեխեքը կենսաբանության մասին բաներ են խոսում, որ մենք չենք պատկերացրել։
Ես չեմ ասում որ սեռական դաստիարակությունը 8-րդ 9-րդ դասարանի հասուն առարկաները, չեմ ասում որ ընդհանրապես մենք այդքան ինտելեկտ չունեինք, մենք հիմարի պես ես էլ մեր դասարանի մեծ մասն է հիմարի պես ծիծաղում էինք, չէինք խոսում ենք տես թեմաների մասին։ Հետո որ գնում էին հիմար բաներով էին զբաղվում, սեռավարակներով գնում էին բաներ, չգիտեմ, հիվանդանոցներ ու չգիտեին ոնց պայքարեն, այդ բանի բաց թողման արդյունքն է, որտեղ մենք տկար ենք եղել այդ թեմաների շուրջ։ Մեր ժամանակով ոչ ինտերնետ ա եղել, ոչ ChatGPT ա եղել, ոչ մի բան չենք իմացել։ Եվ դրա մասին խոսելն էլ կրթության բացակայության արդյունք է։ Հիմա ասում եմ սեռական դաստիարակություն պետք է անի, ասում տանեն մեր երեխեքին փչացնեն։ Ես չեմ ասում, էլի ես մանկավարժ չեմ, ես չգիտեմ երեխաների համար ինչն է ճիշտ, ինչն է սխալ, որն է բան, բայց իմ կարծիքով շատ բաներ մենք մեր քառակուսի մտածելակերպի արդյունքում բան ենք անում, խորշում ենք, սահմանափակում ենք։ Ես լավ հիշում եմ եկեղեցու պատմության դասագիրքը մեր օրոք մտավ դա հայոց պատմությունից առանձնացրեցին հայոց եկեղեցու պատմության դասագիրք մեր դասղեկը ընկեր Անատոլյանը որ նաև պատմություն էր դասավանդում, համ տալիս էր հայոց պատմություն, համ տալիս էր հայոց եկեղեցու պատմություն, դասավանդեց, ասեց տնային աշխատանք պիտի կտակարանի, չգիտեմ որ մի էջից, չգիտեմ ինչ որ բանը կարդակ, նոր կտակարանի հետ կապած, դե մենք աթեիստների տուն ա, մեր մոտ ոչ եկեղեցի, ոչ տուն, ոչ բան, մենք ուր կրոնը ուր լրիվ անհավատ միջավայրում ենք մեծացել ոնց որ ասած շենքում հարցրեցի ով կար մենք մանկության ընկեր ունեի իրանց տուն գնացի ասի դուք կտակարան ունեք բան հատվեց այնց վարդագույն գիրքեր բացել եմ ինչ որ հեքիաթներ ա գրած կարդում եմ օքեյ եւ այլն բան ասենք հայրս տեսավ ասեց այս չհասկացա կարող է Եհովա Մեհովայի դասեր այսինքն մենք պատկերացում չունեինք անգամ կտակարան մտակարան աղանդավոր Եհովայի չէր ասում ասա վովա մովա կարող է վովա մովայից այսինքն մենք մեր հասարակությունը մեր բանը մենք այնքան հեռու ենք այդ ամեն ինչից այդ մտածելակերպից բան որ պիտի կարողանաս հասկանալ թե ոնց դա ճիշտ ձևակերպես ու դպրոցական առարկաներն էլ գնացի դասակին ասի սենց այս ես չգիտեմ այդ ոնց է իրանք փոխանակես ընդառաջեն փոխանակես ավելին բացատրեն կոպիտ այլանդակ ձևի բաներ ասեց մի հատ սիրուն երկուսը յուղոտ մատյանի մեջ դրեց բրծավ այս կյանքում կսովորեմ էլ կյանքում չեմ սովորի այդ առարկան գոնե դրա համար լսեմ զանգը տեսնեմ ինչ է ասում ռադիո լսողը հետո շարունակենք քննարկումը բարև ձեզ ողջույն բարև ձեզ բարև ձեզ բարև լույս ձեզ բարև ձեզ ես մի հատ բան ունեմ խնդրանք ունեմ ձեզ ասելու ասեք ուրեմն երեք լսեցի որ ինչ որ հոկտեմբերյանից մի հատ տղա ասեց որ պետք է այդ կաշառակերներին նկարները գցեն ճիշտ է այո ասել է տես բան ահա հիմա հարգելիս ես մի այդ լսելուց հետո իմ մեջ ես որպես նախկին Հայաստանի բնակիչ ամբողջ կաշառակերությունը սկսում այդ ոնց են ասում այդ համատիրության աշխատողների կողմից նրանք բոլորին ճանաչում են ով է խելոք ով է անխելք այդ բոլոր այդ միամիտներին հավաքում են փողերը բաժանողները տնային կառավարիչներն են եթե մեր իշխանությունը ամբողջ տնային կառավարչությանը վերցնի կալպակի տակ ուրեմն իմացել չեն էլ կարա բաժանեն ինչքան խելք ու կրակ մարդիկ կան նրանց են կանչում փողը տալիս են հիմա ինչ որ բարձրացել է գները դրանց ավելի քիչ են տալի չնչին գումար ստիպված մարդիկ գնում են այդ քայլին Ռաֆայել ջան ուղղակի խնդրում եմ եթե կարող ես հիմիկվանից այդ բարձրաձայնեք այդ հարցը ներքին գործերի աշխատողների որ այդ տնային կառավարիչներից սաղ են ներքևի օղակից է սկսում կաշառակերը Սամվել Կարապետյանը չի գա ընկնի փողոցները մանգաովա իրանց կլենտ բանը ագենտները գալիս են կառավարիչների հետ են պայմանավորվում թաղի ճարպիկ կանայք եւ ճարպիկ տղամարդիկ սկսում են բաժանել ամբողջ փողը ժողովրդի մեջ ես այն խնդրանքը ձեր բարի ես որ համաձայն եմ ձեր դիտարկմանը մեզ լսում են եւ հուսամ ով որ լսում է համապատասխան տեղ կհասցնի ձեր հորդորը շնորհակալ եմ զանգի համար լավ եղեք մնացեք, ձեկ մնացեք, չեն վախենում բոլորից։ Ոչ մի դեպքում, միայն առաջ, ձեզ լավ օր։ Այո, առաջ դեպի հաղթանակ շեփորն է կանչում։ Այո, լավ եղեք։
744-744 մեր ուղիղ եթերի հեռախոսամարն է, հարգելի բարեկամներ, կարող եք զանգահարել եթեր, իսկ մենք ընթանում ենք առաջ, այս թեմայի շուրջ ընկերներ շատ երկար դեռ կարող ենք խոսել, ովքեր են մեղավոր, ովքեր են բան, պետությունը, այսօր ազգային ժողովից պարոն Փաշինյան կանգնել ես, ասում ես եռագլուխ պատերազմի կուսակցություն, ժողովրդին ասում են ժեխա, շուն ու շանգյալ են, էլ ինչ բառեր էր մեջ բերում, սա իմ բառամթերքը չի, ես այս բառը չեմ օգտագործում, ինչ բառեր էին ասում, աստված իմ, ժեղ, բոշա, մեկ է բոշա, հա քայլեր ձեռնարկեք, կասեցրեք, ինչ անեմ, ես ինչքան կարող եմ էլի նույն բանի շուրջ խոսել, ուզում եք հաղթանակ տանել ոնց, այսինքն ոչ մի ձևով չսահմանափակեք, չպատժեք մեղավորներին, տեսեք մենք հաղթեցինք առանց բաների, հա, աչք փակելով կարգազանց քայլերի վրա, մի քիչ մեծամտություն կա այս ամեն ինչի մեջ իմ կարծիքով, 15 հոգու ձայնագրություն եք լսել, ես վստահ եմ 150-ն էլ չեք լսել կամ լսել եք, չեք հրապարակել, բայց էս է մեր հասարակությունը, ես մի 2 ժամ առաջ Մոսկվայի բնակ հարազատից մեկի հետ եմ հանդիպել, անես բաներ պատմեց, չեղած մազերից բիզբիզա կաղնե, եթե այդ աստիճանի այնտեղ կատարվում է, որ Ռուսաստանում միությունները հայկական պաշկիկով բաժանում են, արդեն օրերը կա, ով որորն է գալու, որտեղ է գրանցվելու, որտեղ է քվեարկելու, որտեղ էս է անելու, այն է անելու, մի խոսքով, եթե այդքան բան կա, փաստորեն ինչ է ստացվում, միությունը, բա դեսպանատուն կա, լավ հասկանում եմ միությունը ձեզ չի ենթարկվում, ձերը չի, հայերի միությունը, հա, Ռուսաստանի, բա դեսպանատունը, բա դեսպանը, բա դեսպանի ֆունկցիան, քայլեր ձեռնարկեք, հա, ինչքան կարելի է գանգատվել, երեխա եք, ընդդիմություն եք, գանգատվում եք, ամենը ձեր ձեռն է, ժողովուրդն էլ ձեզ հավատում է, անկախ ամեն ինչից մեծամասնությունը գոնե կամ ակնառու հատվածը, հա քայլեր ձեռնարկեք, անդադար գանգատվել են ասացվածքը եղավ, լավ է կյանքում մեկ անգամ մոմվարել, քան ողջ մնացյալ կյանքում անիծել խավարը, այստեղ իմ ռադիոյի կամ մեր եթերի հարցը չի, այստեղ պետության լինել չլինելու հարցը, շլվար առանք գանք ընտրենք, այդ ինչ բան է, այն նախկինների ժամանակ տենց բան չի եղել, գրեշկայով էին բաժանում ընդրակաշարկը, հիմա update են եղել, էլի, հա, Levi's-ա ձեր շլվարը, թե ինչական է, ամենայն հավանականությամբ թուրքական կլինի, բայց դե դուք տենց բաներ չեք ընդունում, ինչևէ, եւս մեկ զանգ, եւ թեմայի փոփոխություն, ով է միացել, բարև ձեզ, ողջույն, բարև ձեզ, ողջույն, ով է միացել, ասացս ինչ է, ես 3 էի ուզում զանգահարել, բայց չստացվեց, այսօր եմ ուզում ասել, ես ընդհանրապես Կիպրոս շատ եմ գնում գալիս, եւ Լառնակայից մինչև Կաֆով, եթե գալիս ես, տեսնես մի բարձրահարկ տենք, որտեղ այդ շենքի ճակատին գրված է Սամվել Կարապետյան, իրա բանկն է, իրա օֆիսներն են, եւ պատկերացրեք ինչու է 2 եվրո Գյումրիից, էնել Գյումրիից, ովքեր ռուսամետ են, մինչև ընտրության համար, հա, ըստ ես։ Ինչպես։ Ըստ ձեզ ընտրության նախաշեմին, հա, ընտրելու համար։ Այո, ինչու է ընտրության նախաշեմին 2 եվրո։ Դրանից առաջ եւ հետո ընտրություններից հետո որքան է լինելու։ Ինչ ասեմ, հետևությունները թողնում եմ ձեզ։ Շնորհակալություն զանգի համար, թող մտածեն մեր ռադիոլսողները այդ ուղղությամբ, ձեզ լավ օր։ Դե, բարեկամներ, իմ ունեցած տեղեկություններով, իհարկե գնալն այդ գինը, գալը թանկ է, այսինքն Հայաստանից գնալը, եթե մեր ռադիոլսողի կասկածները այնտեղ են, որ սա քայլ է նպաստելու հոսքին, մի քիչ վախենում եմ այդպես ասել, որովհետև էլի գնալու գինն է դա, գալուն է մի փոքր թանկ է, եւ երկրորդը այնպես չի, որ մնացյալ գինը այնքան թանկ է, որ ընտրության համար դա կլինի, այսինքն 20-30 եվրո է
գնալ գալը, էլի, շատ մաչելի ժամանակներ կան, որ կարող ես գնել եւ միայն Կիպրոսին չի դա վերաբերում, անկեղծ ասեմ, անցյալ ուրբաթ-շաբաթ Կիրակի կնոջս հետ գնացինք Իտալիա, բարի քաղաք, 1000 անգամ եղել ենք, նոր տարին ենք հաճախ ընդ դիմավորում, այս անգամ ուղղակի ասենց մի քանի ժամ առաջ Տոմսը ուրբաթ գործից հետո, այս օրից հետո ուրբաթ օրը գնացինք, երկուշաբթի վաղ առավոտյան եկանք 40 եվրո էր Մարդատոմսը։ 40 եվրո։ Այսինքն եթե ես գնայի Գյումրի կամ գնայի Դիլիջան մնայի, ասենք հաճախ գնում եմ Դիլիջազ բան կա այնտեղ ռեստորան կա, շատ սիրում եմ, գովազդի կարիք չունեն, գովազդը թող հնչի, հաճախ եմ լինում, դա ջազ ենք լսում եւ այլն բան։ Ասենք գնաց Դիլիջազ 3 հոգով կամ ծնողներիս հետ եմ տանում, 4 հոգով եթե գնանք մի $200-300 ծախսում ենք, այսինքն թե մնանք այդ գիշերը, գուցե վաղվել։ Գնում ենք Իտալիայի բարի քաղաք, Ալբերո Բելո քաղաք, ֆանտաստիկ բան, պատմություն, ընտիր խոհանոց, պաստա պուտանես, կայ վերջո, եւ մնացած բաները էլի մի $400-500 է ծախսում եւ խոսում ենք Իտալիա, Ալբերո Բելո եւ խոսում ենք Դիլիջան, ամենայն հարգանքով։ Դրա համար մի քիչ այդ պահով գուցե համաձայն չլինեմ ձեզ հետ ամենայն հարգանքով։ Հիմա, քանի որ ուղիներից խոսեցիք, հարգելի բարեկամներ, սա ռեկորդային գնանկում էր, որը մի քանի ժամ տևեց, մի քանի օր տևեց, ինչ-որ տոմսեր, բայց ես այսօր մեր update լրատվականում անդրադարձ եմ կատարել հենց այս գնալ գալու հնարավորությանը, որ ստեղծվեց։ Մեզ համար հոդված եմ գրել, որին անդրադարձ կկատարեմ, միասին կքննարկենք եւ կգնանք առաջ։ Այս low cost-ը, այս վիզայը, որ եկավ, սա, որ ասում եմ, Աստված դեմներս բերեց, որովհետև հայ մարդը հնարավորություն ստացավ ֆանտաստիկ մատչելի գներով բացահայտելու իր համար աշխարհը։ Սա միայն զբոսանք, սա էլիտար հանգիստ չի, սա իրոք հնարավորություն է տեսնելու ուրիշների կենցաղ ու կարգին երկրներ գնալ։ Ինչ ուղղություններ է բացել այս վիզայը, բացել է Հայաստանից Իտալիայի 5 քաղաք՝ Բարի, Հռոմ, Միլան, Նեապոլ, Վենետիկ։ 5 ուղղությամբ ամեն օր մատչելի գներով, մեկը մի քիչ թանկ կլինի, Չեխիա է բացել, Ռումինիա, Բուխարեստ, մայրաքաղաքը, Ֆրանսիա է բացել Փարիզի մի քիչ Փարիզից են կողմ, բայց Փարիզակո, Բուվիե օդանավակայանն է, հեսա այդտեղ են գնալու, բացահայտելու, էլ ուր է բացել։ Չեխիան ասեցի, Պրահայա թռնում, Սլովակիա, Վիեննա ենք հաշվում, ընթրդումա Սլովակիա, մի 2 շաբաթ առաջ էլ այտենց գնացինք Բրատիսլավա, 40 րոպե մեքենայով մտանք Վիեննա։ Ասենք Վիեննա, Երևան, Վիեննա տոմսը $350, մենք $100 գնացինք բան, Բրատիսլավա։ Սա հնարավորություն, այսինքն Ավստրիա ենք խոսում, Գավսբուրգներ, ճարտարապետություն, գնացեք աշխարհ կերտած երկիրը տեսեք որն է։ Այսինքն սա իրոք բացված հնարավորություն է մեզ համար բացահայտելու ուրիշի կյանքը, ուրիշի կենցաղը, եւ դա կրթություն է, այո, դա կրթություն է։ Ես հաճախ մեր լեզվամտածողության մասին եմ եթերում խոսում, մեր ժողովուրդը առաջ չէր ասում, վայ կրթված մարդ է, ակադեմիկոս է, հին ժամանակներում ինչ էին ասում։ Աշխարհ տեսած մարդ է, այդ աշխարհ տեսած մարդը հավասարազոր էր կրթության, եւ այսօր էլ նույնն է, 1000 հատ տաղ պատմի, 1000 հատ, չգիտեմ, կինո ու բան նայի, մինչև չմխրճվես, չգնաս, չտենաս, արա, սենց երթևեկություն է հնարավոր փաստորեն, փաստորեն խանութում հերթ պահել է հնարավոր, փաստորեն կարելի է օդանավակայանում այսպես դրսևորել, իսկ ինչու է այստեղ կենտրոնում կրուասանը 3 անգամ մաչելի քան Հայաստանի ջարդ ու փշուր սրճարանում, այդ բլոգ է արել, չէ՞, ովքեր YouTube-ում նայում են։ Դա էլ է կրթության, այդ որ ասում գցենք բռնենք, բայց այդ գցել բռնելու արդյունքում է կերտվում նաև կրթվում եսը, կանաչ տարածքներ, աշխարհ ճարտարապետություն սպանիկ ձեր ռաբիզ ճարտարապետությամբ։ Հələ գնացեք մի հատ ճարտարապետությունը տեսեք որն է, հնություն պահելը որն է։ Երևանի Երևան 2863 միլիվարկյանանոց քաղաք։ Գնացեք մի հատ 5 քաղաքը տեսեք, որն է, հնություն պահելը որն է, մի տանիքի, մի գույնի տանիքներ ունենալը որն է, մաքուր պահել միջավայրը որն է,
լիճը ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը աշխարհի։ Բա կանալիզացիա շինարար ժողովուրդ, ինչի ես լցնում քո կապութակ Սևանը, ինչի է շան հոտ գալի ծաղկել է Սևանը, ամեն օգոստոս մամրակալում է, հոլանդացիներին եք գնացել, խնդրել գալիս են նավակներով ձեր տիղմն ու կեղտերն են ջրերից մաքրում, հոլանդացիներին էլ անուն եք դնում, մտե սա գեյ ու նարկոման են, բա դուք ինչ եք, բա դուք ուտող խմող կայֆաված լինող եք, չէ՞ մենակ։ Այդ է աշխարհ տեսնելը, ոչ թե գնացինք, չգիտեմ, Կոլիզեի հələ մի հատ գնացեք տեսեք։ Ոնց են մարդիկ 2000 տարի առաջ զբաղմունքը ինչ ա եղել, գլադիատորների ինստիտուտը ինչ ա եղել։ $100 ա գնացեք, $100 քյաբաբ եք ուտում ամեն օր, այս բանում ձորը մարալներին վերցրած։ Երեկ այնպես կռվի մեջ էին գնելու ձորում 3 հատ նանարիկ ֆանարիկ բաներ, Nissan, ինչ էր, Rouge էր, Murano էր, մի հատ այլանդակ Nissan, ջարդուփշուր, խցանում, ահավոր, ձորում կանգնած եմ, գալիս եմ պիտի դուրս գամ, բան, Հալաբյան փողոցը պիտի դուրս գամ, մի գծանի ա դե, այնտեղ հանդիպակաց չկա, մի գժվելով, մի այդ շճակա, սիգնալա, ճճակա, ինչ հիմարությունա բանը, բարձր մյուզիկը միացրած մեքենայի մեջ 3 հատ էլ այլանդակ նայում էր դեմքներին, մեկը նանարիկ էր գրած, մեկը ֆանարիկ, բան, այդ մարդու արտաքինից կասես, չէ, բարոյական ծագումը, այտենց գոռալով, ղժալով, սաղին ազդանշաններ տալով եկավ մխրճվավ բան, եկելա կանգնելա սենց, այս, պատկերացեք, սենց դու կանգնած ես, եկելա սենց ուզում ա մտնի, սենց բանի տեղ, այսինքն ոչ զիջել, ոչ ասել, կամ մի հատ մարդ եք, վարորդ եք, վիրավորանք ա դա, այսինքն դու 15-20 րոպե կանգնում ես, որ 10 մետր շարժվես, ինքը ընդեղից արագ ես գալիս է բոլորի դեմը կտրելով, որ գա մխրճվի, չեմ զիջելու, չենք զիջելու, այ մի քանի օքուն չզիջես, դաս ջարդուփշուրանես, նոր կիմանա։ Ես այն ամենաթանկ ինշուրանսներից եմ անելու, սենց լաբավոյ հագտեմ ավտոների մեջ նոր իմանան ինչ կա։ Վայ, ինչքան կարելի է, այսքան մի հատ հին անեկդոտ կա, այդ մեր ամեն օր երթևեկության մեջ էդի եմ հիշում, եթերային չի։ Որ ասում մի հատ գալիա էր, մի հատ վալիա էր ամբողջ քաղաքում, բայց այսքան դուսպրծուկներ որտեղից էս քաղաքում, ովքեր հասկացան անեկդոտը գիտեն։ Մի խոսքով, հոդվածից մի պատահար այսօր ձեզ համար ու ամփոփենք մեր զրույցը։ Ուրեմն ոմանց կթվա, որ այս բանը ավիատոմսերի մասին եմ էլի խոսում, ճանապարհորդության հասանելիությունը այսօր պատմական է դարձել, ոմանց կթվա, որ սա էական փոփոխություն չի, ոմանք ասեն սա ցուցամոլություն, սա ձև է, գլուխ գովալու բան է։ Ես կավելացնեմ, որ սա անասելի, աներևակայելի հնարավորություն է, որ վերջապես բացվել է մեր ժողովրդի համար, որից ճիշտ օգտվելու դեպքում, այս մատչելի տոմսերի մասին է խոսքը, ճիշտ օգտվելու դեպքում մի քանի տարի անց մենք կզգանք մեր հասարակության դրական փոփոխությունը։ Ճանապարհորդությունը վաղուց այլևս միայն շքեղություն չէ, այն դարձել է ժամանակակից աշխարհի ամենահասանելի, ամենակարևոր փորձառություններից մեկը։ Եթե երբևէ թռիչքները հասանելի էին միայն սահմանափակ մարդկանց, չէ՞, ապա այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։ Էժան ավիատոմսերը, բաց սահմանները եւ մրցակցային ավիաշուկան հնարավորություն են տալիս հազարավոր մարդկանց բացահայտելու նոր երկրներ, նոր մշակույթներ եւ գաղափարներ։ Ներողություն։ Հայաստանի պարագայում ճանապարհորդությունը ունի առանձնահատուկ նշանակություն, այն պարզապես ինչ որ զբոսանք չէ կամ հանգիստ, այն կրթվելու, աշխարհայացքը լավացնելու, նոր հնարավորություններ բացահայտելու հստակ ճանապարհ է։ Յուրաքանչյուր ուղևորություն դեպի հատկապես Եվրոպա, քաղաքակիրթ երկրներ բերում են նոր փորձ, նոր կապեր, նոր գիտելիքներ, համեմատություններ, որոնք հետագայում կարող են ծառայել երկրի զարգացման համար։ Վերջերս երեք Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտնում է, որ 900 դրամով Գյումրի կարելի է գնալ, Գյումրիից Կիպրոս կարելի է մեկնել։ Սա իսկապես աննախադեպ բան է, թեպետ դա կարող է թվալ ինչ-որ խորհրդանշական եւ չափազանցություն, սակայն այն ընդգծում է մի կարևոր իրողություն՝ ավիափոխադրումները դառնում են մատչելի, իսկ աշխարհը, մարդկանց համար ովքեր ընդհանրապես աշխարհը չեն էլ տեսել կյանքի մեջ, աշխարհը դառնում է բաց։ 3 հատ պոնչիկի գնով գնաց բան, գուրմենիա խանութ կա մի հատ։ Կրուասանը 1200 դրամ է։ Դու պատկերացնում ես 900 դրամով գնում են լառնակա։
Համեմատություն ես դուրս տա։ Նման զգացումները հատկապես Հայաստանի երկրի համար շատ կարևոր են, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ փակ հասարակությունները, իդեպ մենք այնքան գլուխ ենք գովում այս փակ հասարակությամբ, լեռներով պատված, բան չենք տեսել, դրա համար այսօր ենք, չենք համեմատե։ Հարթավարային ժողովուրդները ավելի շատ են համեմատվե, գնացեք, տեսե բան, էվոլյուցիան այդպես է ապրել, այսինքն ճանապարհները, բաներ, որ ավելի, իհարկե ռազմական առումով գուցե ավելի անառիկ է, բայց զարգացվածության առումով այդքան էլ լավ բան չի, փակված հասարակություն լինելը։ Փակ հասարակությունները երբեք չեն կարողացել լիարժեք զարգանալ, դա փաստ է պատմական։ Երբ սահմանները փակ են, սահմանափակվում են ոչ միայն մարդկանց տեղաշարժը, այլ գաղափարը, գիտելիքը, նորարարության հոսքը։ Արդյունքում նման հասարակությունները դառնում են հետամնաց, կորցնում են մրցունակությունը, հաճախ հայտնվում են տնտեսական մշակութային ճգնաժամի եզրին, հարգելիներս, բաց սահմանները հակառակը խթանում են զարգացումը, դրանք հնարավորություն են տալիս մարդկանց սովորել կողքինից, մեր դարում ասած կարան գնան, տեսնեն, սովորեն, գուցե համալսարան ընդունվեն, ներգրավեն, որ մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվեն, կապեր ստեղծեն վերջիվերջով այսպես շարունակ։ Հայաստանի համար սա կենսական նշանակություն է, որովհետև փոքր շուկան, սահմանափակ ռեսուրսները պահանջում են ակտիվ ներգրավվածություն գլոբալ աշխարհում։ Բոլոր փոքր երկրները, հարգելի բարեկամներ, տենց են կայանում։ Եթե շուկատ փոքր է, ժողովուրդը քիչ է, դու պիտի կարողանաս խելքով աշխատել, որովհետև քանակով, եմ ասում, զավոդը լինի աշխատենք, եղբայր զավոդը չի լինելու այլևս, այդ սոցիալիստական մտքերը թարգեք, զավոդ չկա աշխատենք, որովհետև Չինաստանը եւ կողքը Թուրքիան այնքան է հզոր զավոդներ, որ դու չես կարող ինչ որ մի բան արտադրելու համար բռնես միլիարդներ դնես, ժողովրդի տանես զավոդում աշխատի, խելքով, բարձր տեխնոլոգիաներ, ինժեներական միտք, ինչ որ շատ ավելի գաղափարային բաներ պիտի անես։ Այդ սոցիալիստական ճամբարում էր տեն զավոդ, տրակտոր սարքենք 2 կիլոմետր չգնա։ Այդ իմ գնահատականը չի, դա բոլոր տնտեսագետներն են ասում, որ մեծ շուկան Չինաստանը այդ մանր մուները շեր պատրեբա կոչում, այդ ամենը զավթել է, մենք չենք կարող այդ ծավալի բան անել, ասենք, չգիտեմ, ներքնազգեստ կարելը, որովհետև այդ տեքստիլ ֆաբրիկան, այդ բուրդը, բանը, բամբակը բերել, մշակել, սարքել, բան ինքը Չինաստանից ավելի հեշտ կբերի, հեսա Թուրքիան բացվի, Թուրքիայից է բերելու։ Արդեն որն է, միշտ էլ նույն Մալաթյան էինք այսօր խոսում, Մալաթիայում միշտ էլ այդ թուրքական ապրանքներ էր վաճառված, ամեն ինչն էլ այդտեղից էր։ Այս հիմա Հայաստանում թեմույացավ են կպե, տենում ես թեմույա, արդեն արտաքինով կարաս ասես, ով է թեմույից հագնվում, 90%-ը թուրքական արտադրանք է։ 90% ինքը չինական բրենդ է, բան չունեմ ասելու, բայց Թուրքիայից են բերում։ Թուրքիան մեծ քանակությամբ, չգիտեմ, մեծ կոնտեյներներով, նավով, բանով բերում է իր նավահանգիստները ու տարածաշրջանի երկրներին արդեն վաճառում է։ Դա հզոր պետությունը տենց բանա, որ վայ չենք առնի, վայ չենք, չես կարող կանխել դա։ Պիտի հասկանաս ոնց ճիշտ դասավորես, որ քեզ մի օգուտ լինի, ոչ թե փակվել աշխարհից ու մնալ բանում ստվերում։ Այ, մի խոսքով այսպիսով փաստորեն մենք գալիս ենք եզրակացության, որ աշխարհը դարձել է ավելի հասանելի եւ փառք Աստծո։ Ու քանզի մենք մեր եթերներից ստեղել յոգայի համար էլ հաճախ անդրադառնում ենք լեզվին ու լեզվամտածողությանը, քիչ առաջ ասացի, որ մեր ժողովրդական ասույթ կա, ասում աշխարհ տեսած մարդ ես, այդ աշխարհ տեսած մարդ ես արտահայտությունը հայերենում ունի խոր արմատներ եւ դարերի պատմություն։ Անհիշելի ժամանակներից այն օգտագործվել է եւ բնութագրվել է այնպես այն մարդու հասցեին, ովքեր ոչ միայն ճանապարհորդել են, այլ իրենց տեսածով, լսածով, ապրածով հարստացրել են իրենց մտածողությունն ու գիտելիքները։ Այս արտահայտությունը աշխարհ տեսած մարդ գրեթե միշտ հավասարվել է կրթված մարդուն։ Առաջ անգամ ոչ վաղ անցյալում, հիմա ձեր ընկերները դուք գուցե կհիշեք, ոչ վաղ անցյալում աշխարհ տեսնելը մեծ դժվարություն էր, դա թանկության հետ էր կապված, մեծ գումարների, մարդիկ հազվադեպ էին լքում իրենց բնակավայրը, իրենց քաղաքը, իրենց գյուղը, օրինակ ես կուրսեցի ունեի, ով ինստիտուտ ընդունվելու համար առաջին անգամ էր դուրս եկել իր ռայոնից, չեմ ուզում անունը ասեմ։ Մեր օրացին 20 տարի, 25 տարի առաջվա բան եմ ասում, մարդը առաջի անգամ էր դուրս եկել։ Ես մարդ եմ ճանաչում Հայաստանում 45 տարեկան Սևան չէր եղել։ Սևանում չէր եղել։
այդ գնահատական է։ Հիմա կասես, վայ, դա ինչ կարևոր, դա շատ կարևոր է։ Դա շատ կարևոր է։ Ոչ թե ինքը վատ մարդ է, ոչ թե ինքը ինչ որ չէ, հարցը դա չի, ճիշտ հասկացեք։ Դա աշխարհընկալման հարց է։ Բա մեկ էլ հանկարծ Իտալիա, մեկ է հոփ Հռոմա գնում, բայց աշխարհընկա խենթանում է, կգժվեն մարդիկ բառացիորեն։ Կամ ավելի վաղանցյալ գնանք, մեր ծնողների, իմ ծնողների ժամանակները, չեմ ասում պապեր, ծնողները 40 տարի առաջ, 40 տարի առաջ, հիմա միջինում մեր ծնող ասենք 60 տարեկան, 55 տարեկան են, իրանց պատանեկության ժամանակ, իրան կարային գնային որևէ երկիր, Սոչի, Մինսկ, Պիտիգորս, Մինսկ, բան, այդ էր, բայց կարային գնային սոսլագեր կամել, ասում եմ, բոլորը այդ են պատում, դռել էինք տանում, ծախում էինք, որ հարցերներս լուծեինք։ Ում հետ խոսում եմ էտա։ Անգամ իմ ավակ ընկերներից մեկը, որ բարի խմբով գնում էր սոցճամբար, անունը չեմ տալիով, բոլորը այդ են պատում, զենիթ ապարատ էինք տանում մեր հետ եւ դռել էինք տանում, վաճառենք, որ ձեռքներս փող լիներ, որ կարողանայինք ապրել, դռելով եւ զենիթով։ Ասում եմ, տամոժջանում էլ հարցնում էին, ասում էին, այդ չհասկացա, բոլորը դռել եք տանում, ասում եմ, այտենց դռելների պարկա, դռելներով պար պիտի πάρենք, այդ հայտնի պատում է, որ պատմել են։ Իսկ հիմա դու կարաս համեմատես այդ ճամբարի այդ բանի հետ, բայց գնում սովորում էին մարդիկ, դա էլ է կյանքի դպրոցը։ Այս ընկալումը չի կորցրել իր արդիականությունը նաև մեր օրերում, թեև այսօր կրթությունը հասանելի է համալսարաններում, առցանց հարթակներում, YouTube-ներով մարդիկ ինստիտուտներ են սովորում, բայց այնուամենայնիվ աշխարհ տեսնելը շարունակում է մնալ յուրահատուկ կրթական ձևաչափ։ Ճանապարհորդելը եւ այդ ամեն ինչի հետ անցնելը, մարդը ճանապարհորդելով բախվում է տարբեր մշակույթների, սովորում է հարմարվել նոր միջավայրների, հասկանալ այլ մարդկանց մտածելակերպը եւ այլ մարդկանց կենսակերպը հասկանալով հարստացնում է իր գիտելիքները։ Ես հաճախ այդ եմ ասում եմ, օրինակ, ասիական երկրներում չփչփացնելը կոմպլիմենտ է տանտիրուհուն եւ խոհարարին։ Եթե դու մի բան ես ուտում չփչփացնում ես, ինչը մեր մշակույթում անհարգալից է, դա իրանց մոտ օքեյ է։ Դա բակոչում է, որ ասում են ճիշտը մեկն է, մի հատ այնց ընկեր ունեի։ Վայ, այ տենց ապրեց Բիսեդ Կումսակյանքը։ Չկա տենց բան։ Ճիշտը ըստ միջավայրի է, որովհետև ինչը այս միջավայրում ճիշտ է, մյուս միջավայրում կարող լինի սխալ, իսկ աշխարհը բաց է, դու չես կարող սահմանափակվել։ Եթե ապրես մի բակում, մի միջավայրում, գուցե կան այսպես կոչված ճշտի օրենքներ, դու տենց ապրես, բայց աշխարհում, աշխարհի քաղաքացի լինելով, գնալով գալով դու չես կարող այդպես լինել։ Հասարակ բան կրոնը, ձեր սիրելի թեման։ Մտնում ես մահմեդական տեղ, գլուխդ պիտի փակես։ Մտնում ես քրիստոնյա տաճար, գլուխդ պիտի բացես, անհարգալից է։ Եվ դա ոնց լինի։ Մտնում ես սինագոգ, կեսը պիտի փակես, բայց ճիշտը ո՞րն է այդ դեպքում։ Այսինքն նիստուկացը, մոտեցումը, ձևակերպումը դրանք տարբեր բաներ են։ Կանանց նկատմամբ վերաբերմունքը, ասենք Կովկասում ուրիշ ձև է, կովկասյան մշակույթում կնոջ նկատմամբ վերաբերմունքը, չգիտեմ, ասիական երկրներում ուրիշ ձև է վերաբերմունքը։ Ընդհանրապես այդ հետխորհրդային երկրների պատմությունը ես որ ուսումնասիրում եմ, չի կարող մի համակարգի մեջ էստոնացին, օրինակ ասենք մեր հայը, ուզբեկը եւ ինչ ասեմ, ույգուրը մի արժե համակարգի մեջ ապրեն։ Ամենայն հարգանքով բոլորին, բոլոր ժողովուրդին, գիտեք, ես ինտերնացիոնալ եմ ինձ համարում, ինձ համար վատ ժողովուրդ չկա, վատ ազգ չկա, կան վատ մարդիկ, շատ վատ մարդիկ, ովքեր եւ խառնում են բոլորին իրար։ Մարդը որպես ինքնին բարձրագույն արժեք խառնվում է, երբ որ այդ բարձրագույն արժեքին բերում ես պեչատներ ես խփում։ Ինչ կրոնի է, ինչ ազգության է, ինչ արժե համակարգի է, ինչ բարքերի է, ու տենց ամենը քանդվում է։ Աշխարհայացքի ձևավորումը չի սահմանափակվում միայն տեսական գիտելիքներով։ Այն պահանջում է կենթանի փորձ, շփում, դիտարկում եւ համեմատություն, երբ մարդը տեսնում է, թե ինչպես է ապրում ուրիշը, ինչպես է կազմակերպում իր հասարակության մտածելակերպը, ինչ արժեքներ են կարևորվում, եւ նա սկսում է ավելի խորունկ ընկալել իրականությունը։ Ես ուսման նպատակով էի եկել Ամերիկա ուսանողական վիզայով։ Ես ապշեցի, տես մեր ասում, դպրոցից էինք խոսում, մեր դպրոց, կրթություն։ Դաշնամուրի դասատուն քանոնով մատերս էր ջարդում, գնում էի մաթեմատիկայի պարապելու են անտեր
5-րդ մասիվի 9-րդ հարգում սառցակալում էի, հələ չեմ ասում ոնց էի հասնում պարապունքի տեղը, այդ 28 համարի գազելը, միշտ մանավանդ ձմեռը կենթանաբանական այգու այդ դիքը սառում էր, գայի փողոցը սառելով հետ էինք իջնում ֆիզիկա, դա ձև էր, դա բաներ, սովորել։ Ամեն օր գալիս էի, անգլերենից դասատուի տեղը, մարշրուտկայի տեղը ստանում էի այդ 100 դրամը, որը իմ բուֆետի փողն էր։ Իջնում էր մի հատ մերսի չէր ասում, մի հատ է ցածր գնահատական էր, մի իդիոտ կա, ոնց չասեմ։ Այդ չէր, արժե համակարգ են խոսում։ Մեկը գնացի Ամերիկա, ոչ անգլերեն գիտեմ, ոչ փող ունեմ, ոչ նորմալ վիճակ ունեմ, ոչ նորմալ պայման ունեմ, խայտարակ մի հատ վիճակի մեջ, խայտարակ, դասատուի վերաբերմունքը, հարց ասում եմ, ոնց կլինի։ Մեկը ասաց, ես չգիտեմ, I don't know, Raf, I don't know, but let's figure out after class ասում է։ Ես քեզ կսպասեմ բանում, library-ում, գրադարանում, արի գտնենք քո հարցի պատասխանը։ Ես նոր եմ գնացել, մի 2 շաբաթ գնացել եմ Յուտայի չոլերում, 2 շաբաթ գնացի դասից հետո շնչակտուր, աշխարհի ծերն էր գրադարանը, մեկը դիտամ բաբլի են կոֆեի պես են բաբլա բոբայա, ինչ այն որ մեջը կլոր բաներ ա լցրած։ Էդիա վերցրե 2 հատ, գրքերա դրե հատակի վրա, բարձրի վրա նստել ենք պուֆիկի վրա, գրքի պատասխան են գտնում, բա էդ համակարգ եք ասում, արժե համակարգից եք խոսում։ Մենի մատերը դա ջարդում, են ասում է, օքեյ, կոֆե ենք բերե, նստենք հարցի պատասխան գտնենք։ Իրա բոլոր թերություններով։ Չկա համեմատելու բան չկա։ Եվ այսպիսով ավարտելով մեր զրույցը, հարգելի բարեկամներ, ճանապարհորդությունից սկսեցինք, ճանապարհորդությունից ավարտենք, այսպիսով ճանապարհորդության հասանելիությունը միայն հարմարավետության հարցը չէ, այն ռազմավարական նշանակություն ունի, այն ձևավորում է ավելի բաց, ավելի կիրթ, ավելի մրցունակ հասարակություն։ Իսկ փակ սահմանները, որքան էլ երբեմն ներկայացվում են որոշ ուժերի կողմից որպես անվտանգության ապահովման երաշխիքներ, իրականում շատ ավելի բարդ պայմաններ են ստեղծում եւ խոչընդոտում են զարգացմանը։ Այսքանը հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար, սիրում եմ բոլորիդ, ուրբաթ յոգա ուղեղի համար նախագիծը այսքանով ավարտված է, շնորհակալ եմ մեր հարգարժան գործընկերներին, որ մեր կողքին են, իմ կողքին են